Ողջույն, եթերում Կիրակին է, ես Սարգիս Հարությունյանն եմ։ Հայաստանի խորհրդարանը կարելի է ասել բավականին բուռն կերպով է սկսել իր աշխատանքները, միմյանց վիրավորելը կարծես դարձել է այնտեղ գլխավոր թեման։ Մյուս կողմից մենք տեսնում ենք, որ Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ աստիճանաբար սրվում են եւ ռուսական ուղղությունը կարծես դառնալու է Հայաստանի արտաքին քաղաքական գլխավոր խնդիրը առաջիկա ամիսներին։ Հյուրընկալել ենք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Հույդա Հայաստանի գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանին։ Բարև ձեզ, պարոն Մանուկյան, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Պարոն Մանուկյան, խորհրդարանում ինչ է կատարվում։ Աշխատանքային process։ Միմյանց վիրավորելը, միմյանց անպատվելը։ Գիտեք, իրականում բանա կարծես բրիտանական արիստոկրատներ էին ամեն բառից վիրավորվում են իշխանականները, բայց սրիկա են ասում միմյանց։ Չեն ասում սրիկա։ Չեն ասում սրիկա։ Սրիկայաբար։ Սրիկայաբար բառը եւ սրիկա բառը տարբեր են։ Սրիկայաբարը գործողության, այսպես ասեմ, բնութագրումն է, ոչ թե ասելա դու սրիկայես, ոնց որ քպեականները Էդգար Ղազարյանն են ասում։ Բայց բանա, այսպես ասեմ, կա բովանդակային մի հատ մեծ քննարկում, որ փորձում ենք ծավալել, որտեղ մեր երկրի առաջ դուք էլ ասացիք Ռուսաստանի հետ հարաբերությունները շրջադարձային փուլ են մտնում, որտեղ մեր երկրի առաջ հիմա ծառացած է մի քանի կարևոր հարցեր։ Հայաստանը շարունակում, Հայաստանի իշխանությունը շարունակում է ադրբեջանական պահանջներին ենթարկվելով հող նախապատրաստել նոր զիջումների համար, Հայաստանի արտաքին հարաբերությունները այնպես այս իշխանությունը խճճել, որ սպառնում է տնտեսական ահավոր հարվածներով, սահմանադրական փոփոխությունները, որը պարտադրում է Ադրբեջանը եւ Հայաստանի իշխանությունն էլ այդ պարտադրանքը փոխանցում է սեփական ժողովրդին, հիմա հանգած թիթեռ են նկարում, այ մենք այդ հարցերին կանդրադառնանք, բայց թիթեռի թեման եկեք փակենք, այնպիսի տպավորություն է, որ կարծես Հայաստան խմբակցությունը մի կողմ է քաշվել, այն ինչ որ կատարվում է քաղաքացիական պայմանագիր, ուժեղ Հայաստան խմբակցությունների միջև դուք այսպես թույլատրել հաճույք եք ստանում։ Չէ, մեր համար այդ արդարությունը շատ կարևոր է, պատահաբար չի այդ Էդգար Ղազարյանի դեպքը, որ այսպես ասեմ, Էդգար Ղազարյանի հետ ճանապարհել չենք անցել երկար ժամանակ, հրապարակային Էդգար Ղազարյանը Հայաստան խմբակցությանը բայց կարծես դիրքորոշում չեք հայտնում, չեք ասում դե ժողովուրդ Գևորգ Քոչարյանը հելավաս ժողովուրդ էս չեք անում։ Այսինքն ո՞նց եք դուք սահմանափակում падգամավորի խոսքը, հատկապես այս ազգային։ Դե բայց падգամավորը ասում է սրիկայաբար եւ գիտեք հիմա բառերի ընտրության հարցը, ես օրինակ չէի ընտրի, բայց շատ ավելի կոպիտ բառերով խոսել եմ եւ Նիկոլ Փաշինյանի մասին։ Սեզ եթե ձեր գործողությունը սրիկայաբար բնութագրային չէիք վիրավորվի։ Ինչ թվում է վիրավորվել։ Շատ են նեղացել, բայց օրինակ շահարկում բառից չեն նեղացել։ Մյուս կողմից պարոն Մանուկյան, տեսեք, դուք էլ ձեր խոսքում կարծես։ Հիմա չեմ ուզում Էդգար Ղազարյանի ադվոկատը լինել, բայց մարդիկ ասում են, գիտեք, արդյոք դա է Հայաստանի գլխավոր խնդիրը, ինչ որ հիմա կատարվում է խորհրդարանում։ Դրա համար երեք մեր գործընկերը ելույթ ունեց, որ ելույթ սկսեց, թե գայթակղությունը մեծ է, ահա որ ճղճիմ թեմային անդրադառնալ, բայց այսօր գյուղացին զրկվում է ունեցվածքից։ Այսօր գյուղացին ճկռում է վարկերի տակ։ Այսօր գյուղացին չի կարողանում իրացնել իր լոլիկը, դեռ ավելին բարեխտները բերեց այս իշխանության եւ մեր հայրենակիցները, որ թեև ծախսը արել է Ռուսաստանի հարցը որ Ծիրանի բերքը շատ ավելի քիչ է, բայց վաղը խաղողի մթերում է որևէ կոնյակագործ խաղող չի մթերել։ Քանի որ Ռուսաստանը արգելել է։ Մենք այդ թեմային կանդրադառնանք։ Ես ենթադրում եմ, որ աշնանը առաջիկա ամիսներին սահմանադրական փոփոխությունների թեման դառնալու է գլխավորը Հայաստանի ներքաղաքական զարգացումներում, դուք մասամբ ձեր խոսքում անդրադարձաք այդ թեմային, Հայաստան խմբակցությունը, դուք դաշնակցությունը հիմա ինչ դիրքորոշում ունի։ Շատ հստակ է։ Այն սահմանադրության նախագիծը, որը իշխանությունը փորձում է հրամցնել ժողովրդին, դա Հայաստանի Հանրապետության այսպես բարեփոխման, պետական կառավարման ինստիտուտների բարելավման, ժողովրդավարության ամրապնդման նպատակով չի, որ սարքված է։
դա պարզապես ուղղակի Ադրբեջանի պահանջով Հայաստանի իշխանությունները ներկայացնում են մի նախագիծ, որտեղ բացակայում է Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայական անկախության հռչակագիրը, որը շատ խորքային վտանգներ է պարունակում։ Ինչ վտանգներ։ Որովհետև անկախության հռչակագիրը հռչակում է Հայաստանի Հանրապետություն եւ անկախության հռչակագիրը դիտում է որպես սահմանադրության հիմք։ Այսինքն, երբ որ բացակայում է հռչակագիրը, մեր պետականության հիմքը, այսինքն, այսպես պարզ մարդկային ասեմ, մենք հիմա չափահաս մարդիկ ենք, 1000 տեղ անձնագիր ենք ներկայացնում, 1000 տեղ փաստաթուղթ ենք ներկայացնում, բայց երբ որ չենք ունենում մեր ծննդյան վկայականը, որի հիմքի վրա անձնագիր տվել են, կարող են բարոյել, ծննդյան վկայականը որ չի լինում, մենք լուրջ խնդիրներ ենք ունենում որպես անհատ, պետությունն առավել եւս։ Իշխանությունները ասում են թող ժողովուրդը որոշի, եթե վստահ եք, որ անընդունելի է Հայաստանի քաղաքացիների համար, խնդրեմ, թող հանրաքվեին հարցը դրվի, ժողովուրդն էլ ասի, գիտեք, ինչպես դուք եք ասում, մեզ համար մեր ծննդյան վկայագիրը կարևոր է, չենք ուզում սահմանադրության Սահմանադրությունն է նախատեսել, որ ազգային ժողովը պետք է նախնական համաձայնություն տա, որովհետև դետալ առ դետալ քննարկվում է ազգային ժողովում, բայց մի բան ակնհայտ է, որը փորձում է իշխանությունը թաքցնել, որ փող իշխանությունն ասի ժողովուրդ ջան, Ադրբեջանը ինձնից պահանջել է, այն Ալիևը վզից դրել է, որ պետք է անկախության։ Դե բայց այդպես է, այսինքն որ Ադրբեջանն է պահանջել, բայց մենք գիտենք, որ այդպես է։ Բայց իրանք չմեղանում է։ Հիմա տեսեք, հարցը ինչն է։ Այս վերջին 1-2 նիստերին, այդքան մի պահ եղավ, որ հերախոսներով բանավեճ էր Քրիստինե Վարդանյան, Ռուբեն Ռուբինյանի հետ, որտեղ Ռուբեն Ռուբինյանը ելավ պատասխանելով Քրիստինե Վարդանյանին, որ գիտեք, մեր վարչապետը 20 թվականին արդեն խոսել է նոր սահմանադրության մասին։ Իրենք այսօր նոր սահմանադրություն ասացի մեջից անկախության հռչակագիրը հանելու հիմնավորում ասում են 20 թվականին ենք խոսել, բայց 20 թվականին Ռուբենին ասում ենք դասի անկախ նոր սահմանադրության մասին, անհրաժեշտության մասին մի քիչ այնտեղ կլորացված է, որովհետև խոսում են նաև սահմանադրական փոփոխությունների մասին, խոսող Նիկոլ Փաշինյանը մի ամիս հետո 20 թվականի օգոստոսի 23-ին անկախության հռչակագրի ընդունման 30-ամյակի իր ուղերձում դիֆերամներ է հղում անկախության հռչակագրին։ Իսկ այսօր, քանի որ Ադրբեջանի պահանջը պետք է կատարեն, մեր անկախության հռչակագիրը կոչում են կոնֆլիկտածին։ Շատ լավ, տեսեք, ինչու եմ ես ասում գիտենք այդպես, որովհետև Ադրբեջանը հիմա էլ է հայտարարում, ասում է մենք ուզում ենք որ դուք փոխեք սահմանադրությունը, նախաբանից հանեք հռչակագրի մասին հիշատակումը, այդտեղից էլ գիտենք, որ Ադրբեջանը ցանկանում է նպատակ ունի, բայց եկեք անկեղծ խոսենք։ Մեր փոխհարաբերությունները, այսպես ասեմ, Ադրբեջանի հետ Հայաստանը փորձում է կարգավորել, որպեսզի կոնֆլիկտ չլինի, ինչու, որովհետև ասում են, գիտեք, Ադրբեջանը Հայաստանից հիմա ռեսուրսներով ավելի շատ ռեսուրսներ ունի, ուժեղ է, մենք չունենք դաշնակիցներ, մենք տեսանք Հայաստանի դաշնակիցը 21-22 թվականներին, 23 թվականին, երբ որ Արցախը հայաթափվում էր, ինչ դիրքորոշ, անգամ քննադատող հայտարարություն չհնչեց, ադրբեջանցիները գրեթե մտել էին ջերմուկ, եւ հիմա մենք փորձում ենք համաձայնության հասնել Ադրբեջանի հետ, մենք հասկանում ենք, որ դա մեղմ ասած լավ չի, բայց գիտեք, պարոն Մանուկյան, հարգելի պարոն Մանուկյան, սա Ադրբեջանի պահանջն է, այս փուլում պետք է անենք, որպեսզի ի վերջո խաղաղության համաձայնագիր կնքենք, որտեղ խաղաղությունը հիմա ավելի կարևոր է, քան նախաբանում հիշատակում անկախության հռչակագրի վերաբերյալ։ Ինչ կասեք դուք նման դիրքորոշում ունեցող։ Եկեք անկեղծ խոսենք։ Անկեղծ խոսենք, բարբերաբար այդ խաղաղության հասնելու սահմանի հետ կապված խոսում ենք, որ ամենախաղաղ տեղը Գերեզմանն է, գնանք մեռնենք, ամենախաղաղ տեղն է, ոչ մեկ չի խանգարում, ոչ հարևանդ է գալիս գլխի տալիս, ոչ մեկն է ինչ-որ նոր բան պահանջում, մեռած ես, դիակ ես, վերջ, բայց տեսեք, այսքան միշտ համեմատում եմ, այս իշխանության արածը գիտեք ինչի է նման, բաժակը վերցրել է, տվել գետին փշրել է, ասում է դե հավաքի, կարաս հավաքես, ասում լսի, բաժակը գետին տվել ես, դե այդպես եղավ, կներես, արի 0-ից սկսենք, առանց բաժակ, ասում բայց ջարդել ես, գոնե դրա համար ասա ներողություն,
բայց այդտեղ էլ արդեն չկմեղանքի սահմանները չճան։ Տեսեք, երբ որ դուք ասում եք դեմ դիմաց մենակ ենք մնացել Ադրբեջանի հետ, Ադրբեջանը մինչև վերջ գազ է տալիս ու պահանջի հետևից է ներկայացնում։ Ինչի արդյունք է։ Ինչի արդյունք է։ Արդյոք մեր արտաքին քաղաքականության արդյունքը չէ։ Արդյոք այն խճճված արտաքին քաղաքականության արդյունքը չէ, որ 20 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման կամ ինչ-որ սառեցման հարցում Հայաստանի իշխանությունները թեթև սոլիկի պես մայրաքաղաքից մայրաքաղաք չէին տեղափոխում այդ բանակցությունները։ 2 օր առաջ Գրիգորյան Արմենին հանել են պաշտոնից, լավ են արել հանել են։ Միշտ պատմության մեջ հայտնի է, միշտ ուրացողը հետո ծանրավճարում դրա համար։ Գրիգորյան Արմենը բանակցում էր Վաշինգտոնում ադրբեջանցիների հետ։ Արդեն Վաշինգտոնյան փաստաթղթերին հայտարարում մեկ էլ նախ Հայաստանը սկսեց պատերազմից հետո բանակցությունների վայրը եւ միջնորդը Մոսկվան էր 1, 2, 3, մեկ էլ հայտնում է որ չէ Վաշինգտոնում ինչ-որ իսկ ինչու գնացին Վաշինգտոն, այսինքն պատճառը կարող է հնարավոր է պատճառը նա էր որ Ռուսաստանը մենք գիտենք, երբ որ Ադրբեջանը ներխուժում էր արդեն Հայաստանի Հանրապետության տարածք 20 թվականին նաև ռմբակոծում էր Հայաստանի Հանրապետության տարածքը 44 օրյայի ժամանակ անգամ մի հայտարարություն չհնչեց պարոն Մանուկյան Ռուսաստանից։ Դուք հիշում եք նման ինչ-որ հայտարարություն։ Պետք է հիշեք, որ 44 օրյա պատերազմի դադարը տեղի ունեցավ Ռուսաստանի անմիջական մասնակցության միջնորդությամբ։ Ուրիշ բան պետքա ձեզ ասեմ։ Դե կներեք, ադրբեջանցիները Արցախի կեսը գրավել էին մի վարքյան, պետք է հիշենք, որ իսկ քննադատող որևէ հայտարարություն հիշում եք Ռուսաստանից։ Ուրիշ բան եմ ասում, պետք է հիշենք, որ Ռուսաստանը այդ միջնորդական ջանքերը արդյունք կարող էր տալ արդեն հոկտեմբերի 19-ին եւ չլներ շատ ավելի զոհեր, եթե Նիկոլ Փաշինյանի ուղեղը չտանրաբեռնվեր մենակ մի բանով, ժողովուրդը իմ մասին ինչ է ասելու։ Պարոն Մանուկյան, դուք շարունակություն, հետո Վաշինգտոնը ոնց որ թե մոռացան, մեկ էլ հայտնվեցին Բրյուսելում։ Բրյուսելում 22 թվականին Պրահայում 22 թվականին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախը մեջը ճանաչող հայտարարությունից հետո լրիվ իրավիճակ փոխվեց, որովհետև բայց մինչև այդ ես որքան հիշում եմ Ռուսաստանի նախագահը ինքն էր ասում, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Նայեք, Ռուսաստանի նախագահի մամուլի ասուլիսում ասածը Պրագայում թղթի սևով սպիտակի վրա թղթի ստորագրելը լրիվ տարբեր բաներ են։ Մենք Հայաստանի Հանրապետություն ենք, մենք Ռուսաստանի Հանրապետության նահանգ չենք, որ Պուտինի ասածը մեր համար օրենք լինի։ Եթե այդքան հարցում Պուտինի ասածը օրենք չի, ինչի ենք Հայաստանի Պրագայում Արցախ Ադրբեջանի կաշ ճանաչող հայտարարության տակ Հայաստանի ստորագրությունը արդարացնում Պուտինի մի մամուլի ասուլիսում մի արտահայտության հետ։ Ինչու ենք այդ անում։ Բայց մեր այնօր քպեականների հետ դիճում եմ ասում լսեք, այս 8 տարին դուք Հայաստանի արտաքին քաղաքականությունը ավիրեցիք ձեր այդ գավառական շուստրիությամբ Նիկոլ Փաշինյանի այդ մարդկային բնավորության գիտե դեռ լրագրող եղած ժամանակվանից ասենց ամեն անգամ մի հատ նոր բան ասել որտեվ ասեմ մի մայրաքաղաքում մի բան եք ասել եկել եք Բրյուսել մի բան եք ասել գնացել եք Մոսկվա մի բան եք ասել թվալով ձեզ որ ամեն մեկի վստահություն շահում եք բայց չէ որ մեկը մեկից տեղյակ է չէ որ հասկանում է որ ձեր լեզվի տակ ճիշտ խոսք չկա ոսկոր չկա Դուք ինչ հարաբերություններ եք պատկերացնում, մենք ինչ հարաբերություններ կարող ենք հիմա ունենալ Ադրբեջանի հետ, քննադատում եք իշխանություններին, ասում եք սխալ են անում, ճիշտ չեն անում, դուք ինչպես կլուծեիք, այսպես ասենք Ադրբեջանի հարցը, ինչ մենք կարող ենք անել ձեր պատկերացմամբ։ Նայեք, իրականում սահմանագծում սահմանազատում ասածը, որը շատ նորմալ է երկու երկրների միջև, ի սկզբանե մեր քննադատության նյութը ինչ էր։ Ասում ենք պետք է բացառել Ադրբեջանին միակողմանի զիջումը, որովհետև Ադրբեջանը ինչ որ տարածքներ է պահանջում Հայաստանից, որ իրավականությունը դեռ քննարկելի հարց է, եւ այս իշխանությունն ասում է Նիկոլ Փաշինյանը ասում է դեռ հարց է դրանց պատկանելիության հարցը պետք է ապացուցվի հիմնավորի, հետո գլուխը կախ մի երկու հատված տվեց, նույնք իրանցի հատվածը։ Երկրորդը Հայաստանի մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք
օկուպացիայի տակ է ջերմուկ, ներքին հանդ, գեղարքունիք եւ ի սկզբանե մեր ելակետը, ասում ենք ժողովուրդ, միջազգային պրակտիկան, որը նույնիսկ ԵՀԿ-ն սարքել է հատուկ ուղեցույց, սահմանագծում սահմանազատումը ենթադրում է 100% համաձայնություն, որից հետո սահմանների ձևավորում։ Շատ լավ, բայց վերադառնանք հարաբերություններին։ Դուք ինչ կարող ենք մենք։ Դուք եք որոշում կայացնողը Հայաստանում Ադրբեջանից զանգ արել են, ասում են եկեք հանդիպենք պարոն Մանուկյան, ինչ հարաբերություններ եք պատկերացնում։ Դա Ասում են- կարգերը իմանալու հարց է, բայց եկեք պետք է անկեղծ լինենք։ Հիմա նայեք։ Նոյեմբերի 9-ի 9-րդ կետի չկատարման համար Հայաստանի արդարացումը ինչ էր իշխանությունների։ Կետ, որը կար, Նիկոլ Փաշինյանը տակը ստորագրել էր, որն ասում էր հաղորդակցություն Ադրբեջանից դեպի Նախիջևան, որը գտնվելու է ռուսական ՖՍԲ-ի վերահսկողության տակ։ Այսինքն այսքան է։ Մոտավորապես իմաստը դա էր։ Այսինքն այդ ճանապարհի վրա ՖՍԲ-ն կանգնելու էր, կարող է մաքսակետում եւ սահմանապահ ուղեկալում մեր ՖՍԲ-ից էլ մարդ լիներ, ոնց որ օրինակ Զվարթնոց аэроպորտում էր տարիներ շարունակ։ Բայց այստեղ կանգնելու էին հայերը, կանգնելու են, Բայց այնտեղ նշված չէր, որ պետք է հայերը կանգնեն։ Հիմա գանք Ադրբեջանն էլ հետո Հայաստանը հրաժարվեց նոյեմբերի 9-ի 9-րդ կետի կատարումից։ Փռթրեց հրաժարվեց։ 1 տարի առաջ օգոստոսի 7-ին Ամերիկայում թուղթ ստորագրեց, համարեց հայ ժողովրդի փրկություն, TRIP կոչված։ Հիմա այդ բառախաղի բառակույտի մեջ այդ ամբողջ ընթացքում Ալիևի ասած ինչ էր, այդ ճանապարհով գնացող ադրբեջանցին չպետք է շփվի հայ սահմանապահի եւ մաքսավորի հետ։ Հայաստանն էլ ասում էր, չէ, դա մեր Բայց ինչ ենք մենք Ալիևի խոսքի հիմք ընդունում, Վաշինգտոնի պայմանագրերը հիմք չենք ընդունում, որտեղ Հա, հիմք եմ ընդունում Վաշինգտոնի պայմանագիրը, որը 1-1 կրկնում է Ալիևի պահանջը։ այնտեղ բայց նշված չէ, որ չպետք է շփվի հայ Back սահմանապահի։ office, front office-ը ինչ է։ Ես չգիտեմ, ես հուսամ դա Բա իրանց են հարցնում, այսինքն բերել հացրել է սահմանադրական դատարան, 3 օր ասում են կարակ ասեք TRIP-ի ճանապարհի լայնություն ինչքան է չեն կարողանում ասել։ Թողենք լայնությունը TRIP-ի ճանապարհի։ Ասում ենք սահմանապահ կանգնելու է թե չէ։ Շատ լավ։ Խուճուճ ասում են front office, back office, որը պատվիրակում են մասնավոր ընկերության, գալիս է մասնավոր ընկերությունը, սահմանին կանգնում է, այդ ճանապարհը վերահսկում է, այստեղից էլ ադրբեջանցին դուրս է գալիս առանց հայի հետ շփվելու։ Ադրբեջանի այդ հարաբերությունները այնուամենայնիվ ոնց կկառուցեիք դուք, եթե դուք լինեիք։ Շատ ավելի համապարփակ պետք է խոսեինք։ Այդ երկաթգիծը, որ Ադրբեջանը Սահմանազատում անցկացնելու այդ երկաթգիծը, որը նախատեսում է կառուցել, այո, Մեղրիի տարածքով դեպի Նախիջևան, ինքը պետքա շարունակությունը, ինքը պետքա համալիր երկաթգիծ լիներ, որը հասնելու էր մինչև Երասխ։ Պարոն Մանուկյան, Սահմանագծում սահմանազատում, Բաքվում գտնվող մեր հայրենակիցներ, հազար տեսակ հարցեր, բայց ամեն ինչում զիջելը եւ այդ զիջելը ներկայացնել փաթեթավորված կոնֆետով մի քանի վագոն Ադրբեջանից եկած, ինքն էլ իրենց ասում են լավ, դուք որ համապարփակ Ադրբեջանի հետ ասում եք խաղաղություն ենք ընկնում, խաղաղության խաչմերուկ ենք դառնում, արդեն քանի տարի հոգնել ենք ազգային ժողով։ Ասում ենք Ղազախ երկաթգիծը ինչի Ղազախ-Իջևան երկաթգիծը ինչի չեք դիտարկում այդ գլոբալ հարցի մեջ։ Ինչի? Որտեղ Ադրբեջանի դեռ չի տալիս այդ երկաթգիծը։ կողմ եք, որ Ղազախ-Իջևան երկաթգիծը բացվի եւ Այո, պետք է համապարփակ լինի։ Որ Մեղրիից երկաթգիծը Դե իշխանությունները ասում են, գիտեք, հարցը միայն Մեղրիի հատվածը չի, երբ որ Մեղրիի հատվածը սկսի գործել, բնականաբար անիմաստ կլինի Ղազախ-Իջևան հատվածը փակ բայել, դա էլ կգործի։ Բայց մենք կյանքը ցույց է տվել, որ երբ որ դու պայմանավորվում ես ոչ համապարփակ, հետո դրանից հետո քո պայմանավորվածությունը սահմանափակվում է Ադրբեջանի ցանկություններով։ Կապրենք կտեսնենք, պարոն Մանուկյան։ Ապրենք տեսները իմ աչքի առաջ է։ Կիրանցի ժամանակ ասում էին Բերքաբերի օկուպացված մեր տարածքները Ադրբեջանը մեզ է զիջելու։ 24 թվին էին ասում, 26 թվի արդեն կեսը անցնում ենք։ Բերքաբերի օկուպացված տարածքները ուր է։ Դե սահմանազատումը ավարտված չէ։ Բա ինչու մենակ սահմանազատումը ձեռնտու պետքա լինի Ադրբեջանին։ Նայեք Վրաստանի հետ, գիտեք որ թվից ենք մենք բանակցում 90-ականների։ Վրաստանի հետ մինչև հիմա սահմանազատված է 70%-ը։
Այդ բանակցությունների մեջ եղել են տեղեր, որ վրացիները զիջել են մեզ։ Մենք զիջել ենք վրացիներին, որովհետև սահմանը, որ գծվում է, ինքը նաև ունի նորմեր, բնական կլիմայական պայմանները, ռելիեֆը եւ այլն ծառայեցնում են, որովհետեւ այնպեսին պետք է լինի սահմանը, որ սահմանային բնակչության նաեւ կենսագործունեությունը նորմալին։ Բայց մինչև հիմա այնտեղ սահման չի գծած, քանի որ 70%-ն է, 30-ը չենք համաձայնեցրել։ Սահմանագծման մեջ ոսկե կանոն կա, 100%-ը համաձայնեցված չի, նշանակում է ոչինչ համաձայնեցված չի։ Ռուսաստան ինչ է ուզում մեզնից։ Ասում ախպեր կողմնորոշվեք։ Պարզ ասեմ, ասում։ Դե կողմնորոշվել ենք, ասում ենք մենք նախկին հարաբերությունները չենք կարող ունենալ, որ ամեն ինչ Ռուսաստանով էր պայմանավորվում։ Հիմա մենք ուզում ենք դիվերսիֆիկացնել, ուզում ենք ձեզ հետ էլ հարաբերություն ունենալ, ամերիկացիների հետ էլ, եվրոպացիների հետ էլ, ինչն է խնդիրը։ Երբ չենք ունեցել այն տարիներին, երբ որ սպառազինության մեծ մասը ամբողջը գալիս է Ռուսաստանից, պատերազմի ժամանակ պարզվեց Ռուսաստանը չի կարող մատակարարել։ Իրականում ես դες ասեմ, երբ որ ասում են Ռուսաստանից էր այն ժամանակ ամեն ինչ։ Դեռ ավելին Ռուսաստանը սպառազինություններ վաճառում Ադրբեջանին, ասում էր բիզնեսը, հիշում եք Գորջուժան, հետո այդ սպառազինությունը կրակեց մեր վրա։ Բայց մեր այդ հարաբերություններում մենք շատ ավելի եզակի երկիր ենք եղել, որը Ռուսաստանից ձենք զինամթեր գնել է գործարանային գնով։ Ոնց որ Ռուսաստանի բանակն է գնել։ Եզակի երկիր ենք եղել, բայց տեսեք իրողությունները պայմանավորված, այսինքն սովետական միությունում դասագրքերում կար այսպիսի բան, համեմատում էին սովետական միության տնտեսությունը, ցանկացած ցուցանիշ համեմատում էին 1913 թվականի հետ։ Ցարական Ռուսաստանի, այո։ Հայտի անեկդոտ էր, որ ի տարբերություն 1913-ի հիմա սովետական միությունում արտադրում է այսքան հեռուստացույց։ Նայեք, երբ որ ասում ենք դիվերսիֆիկացիա, իրականում այդ շուկան էլ այդպեսի լայնածավալ չէր։ Հիմա երբ որ այս պայմաններում մերոնք գնում են հնդկական զենք, պետք է նկատի ունենանք, որ հնդկական ռազմարտունաբերությունը առաջին փորձարկումը անում է հայկական բանակի վրա 10 տարի առաջ հնդկական զենք ասվածը չկար։ Պարոն Մանուկյան, շարունակեմ, այդ որ ասում եք, որ դիվերսիֆիկացիա է ուզում, իրականում նախկին իշխանությունների ժամանակ եղել դիվերսիֆիկացիա։ Ես այդ թվերով ասեմ։ Դիվերսիֆիկացիա ասող իշխանության պայմաններում Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը դարել է 70%, Եվրամիության հետ նախին։ Պարոն Մանուկյան, դա այսպես ասած վերարտահանումն է, շարունակեմ, բայց Եվրամիության։ Բայց ես ձեզ ասեմ դիվերսիֆիկացիայի մասին։ Հիմա շարունակեք, տեսեք, երկրորդ նախագահի օրոք եղավ գույք պարտքի դիմաց հայտնի գործարքը, ռուսական սպառազինություն էին գնում բացառապես, հիշում ենք 2013 թվականի Գազպրոմի հայտնի պայմանագիրը, ատոմակայանի հարցը, երկաթուղիների հարցը, Հայաստանում էլ բան չէր մնացել, որ Ռուսաստանինը չլիներ։ Ինչ դիվերսիֆիկացիա, պարոն Մանուկյան։ Ես պարզ ապրանքաշրջանառություն եմ ասում։ Այս իշխանության պայմաններում Եվրամիության այդ ապրանքաշրջանառությունը։ Դե դա վերարտահանումն է, հասկանալի։ Վերարտահանում չէ հայկական ապրանքի արտահանումն էր, որը դեռ Չէ, հիմա ինչու է ռուսական ուղղության առևտուրը, չնայած հիմա անկում է ապրում, բայց պատճառն է, որ հատիկ կարող եմ ասել։ Վերարտահանում կար դեպի Ռուսաստան։ Հատիկ կարող եմ ասել։ Տեսեք, նույն գույք պարտքի դիմաց հայկական նախաձեռնությունն է եղել։ Ես հիմա չեմ ուզում առանձին այդ գործարքները կներեք ընդհատել համար քննարկել։ Ես ուզում եմ ասել, որ Ռուսաստանի ազդեցությունը զուգահեռ կարող եմ ասել, այլ ոլորտ չկար, որ Ռուսաստանը ներկա չլիներ Հայաստանում։ Նույն Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին Հայաստանի իշխանությունը ամեն ինչ անում էր ապահովելու նույն արևմտյան կապիտալի ներհոսք Հայաստան։ Բայց փաստացի ոլորտներում գերիշխում է ռուսական ֆրանսիական կապիտալ, իտալական կապիտալ, Գազպրոմ, ատոմակայան, որովհետև երկաթուղին որևէ մեկը այլևս որևէ մեկը ցանկություն էր վերցնելու, որովհետև երկաթուղին ունի տրամաբանություն։ Իսկ ինչու ենք ընդհանրապես տալիս ռուսներին։ Որովհետև այդ պայմաններում այդ ներդրման հնարավորությունը։ Դե մենք տեսանք ինչ եղավ երկաթուղին։ Հայկական երկաթուղին տարածաշրջանում թերևս վերջի անգամ երկաթուղով գնացել եք օրինակ Գյումրի կամ Թբիլիսի։ Հա։ Իսկ Վրաստանում երկաթուղի դուք։ Լավ։ Վրաստանում այլ ներդրում եղավ, բայց այդքան այլ պարտքով եղավ ավելի ճիշտ էլի։
Վերադառնանք Ռուսաստանի հետ հարաբերություններին։ Չէ, իրականում տեսեք ինչ է։ Հարաբերություններում ազնվությունը շատ կարևոր բան է։ Ես Ռուսաստանի advocate չեմ, բայց տեսեք, Հայաստանը անցնող բոլոր տարիներին եւ ռազմական առումով, եւ քաղաքական, եւ տնտեսական ձեռքերը ազատ համագործակցել են։ Նայեք, ես դες բարձր ասեմ, ՆԱՏՕ-ի հետ այն հարաբերությունները, որ մենք ունեցել ենք նախկինում, երբեք չենք ունեցել։ Մենք ՆԱՏՕ-ի հետ, ՆԱՏՕ-ի շրջանակներում, խաղաղարար շրջանակներում Աֆղանստան ենք ունեցել, Լիբանան ենք ունեցել, Կոսովո ենք ունեցել։ Խաղաղապահ առաքելություն։ Այո, որը նաև մեր բանակի մարտունակության հետ կապված կարևոր բան էր։ Դրա համար մեր խաղաղապահ զորքերը շատ կարևոր դերակատարություն ունեին։ Հիմա Լիբանանի հարավից էլ դուրս են եկել ոնց որ թե չկա։ Այսինքն ավելին ասեմ, նույն ՍԵՊԱ համաձայնագիրը Եվրամիության հետ ռուսները թարս աչքով չեն նայել, բայց այս դեպքում հիմա ամբողջ հարցը վերեցին սարքեցին մի հատ օրենքի մի հատ կետ։ Պարոն Մանուկյան, 2013 թվականին մենք բոլորս հիշում ենք Սերժ Սարգսյանը ինչպես մեկ օրում։ Բայց ՍԵՊԱ-ի պայմանագիրը կնքել ենք, որը Եվրամիության հետ ակտիվ համագործակցության դաշտ է։ Բայց այս իշխանությունը, որ այդ պայմանագրով եւ ԵՄ հետ շատ ակտիվ կարող էր աշխատել, այդ ՍԵՊԱ-ի պայմանների 40%-ն է կատարել։ Գիտեք ուր ենք հասել։ Մի քանի ամիս առաջ է կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը ասում է, գիտեք, այնուր եմ իմացել, որ մենք կոնյակ անունով Եվրամիություն չենք կարող արտահանել։ 13-14 թվերին ենք ՍԵՊԱ-ն 15 թվին ՍԵՊԱ-ն կնքել, որտեղ կոնյակի փոխարեն բրենդի պետք է արտահանվեր, բայց այդ տրանսֆորմացիան կոնյակ անվանումի բրենդի անվանում մոտ 1.5 միլիարդ դոլար Եվրամիությունը կարող էր այստեղ այդ տրանսֆորմացիայի համար ներդրում անել, թող աշխատեին, ոչ թե մի տարի առաջ իմանալ ՍԵՊԱ-ն որ թվականին է կնքվել։ Արդեն 15 թե 16 15-16 թվականին 3 կամ 2 տարի նախորդ իշխանություն ձեր իշխանությունները ժամանակ ունեին եւ մեր ասա եւ դուք ասում եք հիմա ինտենսիվ աշխատանք էր արվում բայց ասում եք 40%-ն են իրականում 8 տարի սրանք են իշխանություն Սարգիս ջան այսինքն ես կմեռնեմ էլի ինչ կհամարեք նախ 8 տարի սրանք են իշխանություն Լևոն Տեր-Պետրոսյանից ավելի երկար արդեն կառավարել է Նիկոլ Փաշինյանը այսինքն լավ ինչքան պետքա իրանք շարունակեն մնան որ այլևս նախկիններին մոռանան կամ իրանցից մեկը համարվի նախկին Պարոն Մանուկյան այսինքն իրանց այդ առաջի փուլի եղածներից շատերը այլևս դաշտում չեն բայց որ նայում են ուր են խոշոր բիզնեսներում է սկսած Նիկոլ Փաշինյանի եղբոր տղայից իմ քայլի առաջին падգամավորներից այն բիզնեսների մեջ է այնպես են ծաղկում բայց իրանց մասին ոչ մեկ չի հիշում վերջին հարցը ինչ կարելի է սպասել ռուսական ուղղությամբ ինչ զարգացումներ եք դուք սպասում ինչ եք տեսնում առաջիկա ամիսներին ինչ ենք մենք ունենալու բայց խնդրում եմ մեր ունկնդիրներին շատ չվախեցնել եթե չվախեցնեմ սուս մնամ չէ որովհետև ախր ոնց ասեմ լավ խնդրեմ ունենք դու հարգելի Սարգիս տնօրինության հետ խնդրեմ ունես տնօրինության հետ բայց Ռուսաստանը մեր տնօրինություն դու ինչ ես անում ամեն օր պատի վրա գրում ես ենթադրենք Քոլոյան Արմենը էսա թե գնում ես ասես պարոն Քոլոյան մի հատ հասկանանք մեր հարաբերությունները բայց Ռուսաստանը մեր տնօրինությունը չի Այսինքն ասած ասեմ էլի որովհետև ռուսական շուկան քո համար կենսական անհրաժեշտություն է այս իշխանության ամբողջ ծրիկայությունը սեփական Մանուկյան խնդրում եմ չվիրավորեք չէ ված բառ չի Դե դա վիրավորանք է, խնդրում եմ։ Վիրավորանք չի, որովհետև սեփական ժողովրդին այս ձևի խափել։ Տեսեք ինչ են անում։ Հայաստանի ձկնարդյունաբերությունը մեռած է այսօր։ Մի օրինակի վրա պատմեմ, էլի բացատրեմ։ Հայաստանի ձկնարդյունաբերությունը մեռած է։ Մարդիկ այլևս իրենց լճերում իրենց ձկներին կեր չեն տալիս, որովհետև ավելի թանկ է նստում դա, քան այդ ձուկը սատկի։ Ինչ անում է պայմաններում Նիկոլ Փաշինյանը, գնում է ձկնարդյունաբերական մի ձեռնարկություն։ Սիրում, պսպղան, ասետրինաներ, այդ որ մոտ 20 տարվա գործունեություն ծավալող ձկնարդյունաբերական ընկերություն է։
տնօրենն էլ ասում է Սևիկրա ենք աճեցնում, վաճառում ենք Պետրոսյանին, համաշխարհային բրենդ Պետրոսյանին։ Եվ դա բոլոր ալիքներով գնում է Facebook-ով, ռիլներ, պրոբլեմ չունի այս մարդը։ Քաղաքացու համար տպավորություն է, որ ժողովուրդ ոնց որ այդ ձկների հարցը լուծվել է։ Բայց ամբողջ գաղտնիքը հետևյալն է։ Այդ ձկնարդյունաբերական ընկերությունը ձուկ արտահանող չի։ Ինքը աճեցնում է, պատրաստում է իկրա, խավիար, մոտ պայմանական ասեմ 1 տոննա, որը շատ հեշտ է 1 տոննա խավիարը ինքնաթիռով ճանապարհել Պետրոսյան, Եվրամիություն եւ այլն։ Բայց մարդկանց մոտ տպավորություն է, որ ձկնարդյունաբերողների խնդրը լուծվել է, բայց իրականում չի լուծվել։ Գյուղմթերք արտահանողների հարցը չի լուծված, բայց ամբողջ սոցիալական մեդիան լցված է 4 տուփ հասավ Դուբայ, Ժորժան 4 տուփ ծաղիկը, դա չգիտեմ, կաթիլ էլ չէր այն հսկայական արտահանման, որ մերոնք իրականացնում են ռուսական շուկա։ Դրա համար ազգային ժողովում մենք էլ պարզ ասում ենք, ռուսների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ այսօր, դա որևէ, չգիտեմ, սննդի անվտանգության հարց չի, դա կոնկրետ քաղաքական հարց է։ Կոնկրետ քաղաքական հարց է։ Ինչ են ուզում, ասում են վերադարձեք մեր ազատության գոտի։ Ոչ, իրենք ասում են պարզ բան են ասում։ Դուք կողմնորոշվեք, դուք օգտվում եք ԵԱՏՄ բարիքներից, թե ձեր ռազմավարական ուղղություն հայտարարում եք Եվրամիությունը, որի համար ընդունել եք օրենք։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը գնում է ԵԱՏՄ վարչապետերի հավաքին, խոճուշ բան ասում, դեռ հենց հարց է, երբ կընդունվեն Եվրամիություն, երբ Բայց դուք գիտեք, որ մենք Եվրամիություն չենք ընդունվելու։ Բախի խափում է ժողովրդին։ Բայց իրանք չեն ասում, որ մենք ընդունվելու ենք Եվրամիություն։ Բայց ժողովրդին ինչի են խափում, որ Եվ ռուսներն էլ գիտեն, որ հարցը Եվրամիության հարցը։ Բա մեր քաղաքացին դա չգիտի։ Դա չգիտի։ Ասում է, որ վերջ Եվրամիություն են գնում։ Եվրամիություն ինքնաթիռը կանացնի, թոշակառում կգնա Միլանում սուրճ խմի ու ետ կգա։ Այդ դա հնարավոր է, եթե վիզաների ազատականացման ռեժիմը կլինի իրականություն դառնա։ Պարոն Մանուկյան, Պարսիկները սիրուն խոսք ունեն, ասում է հալվա ասելով բերանը չքաղտրանում։ դե եկեք ես սիրուն խոսքով էլ ավարտենք մեր հարցազրույցը։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես հիշեցնեմ, որ հյուրընկալել էինք Ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Հույդա Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանին, կհանդիպենք։